Ժողովուրդ Տեր-Մամիկալյան, պարոն Պապիկյան 2023 թվականի հունվարի 19-ին տեղի ունեցավ Հայաստանը ցնցած մի դեպք, Ազատ Գյուղի զինվորական կացարանի դեպքը։ Ուզում եմ հարցնել այս 15 մահվանից, զինծառայողի մահվանից հետո, որևէ հետևություններ արել եք, այդ ով էր թույլատրել, ով էր մեղավորը վերջի վերջո։ Սրանց զուգահեռ բարբերաբար հնչեցնում եք, որ խաղաղ պայմաններում մենք զոհեր չենք ունեցել, սակայն բանակում մահերը նախորդ տարի 2 տասնյակի են հասնում։ Հետաքրքիր է, այս մահերի հետ հաշտ է պաշտպանության նախարարությունը, դուք հաշտ եք այս մահերի հետ։ Երկրորդ հարցով ուզում եմ ձեզ ասել, նշում եք, որ պաշտպանության նախարարության աշխատակիցները կազատել աշխատանքից այն դեպքում, երբ նրանց երեխաները եղել են այն երկրի քաղաքացիներ։ Իսկ քննել եք արդյոք այն պետական պաշտոնյաների գործերը, որոնք չեն ծառայում, նրանց երեխաները չեն ծառայում, քանի որ դուք ինքներդ եք հարցականի տակ դրեցիք հիվանդության բանակից ազատվելու հանգամանքը։ Նրանց գործը քննել եք, այս դեպքում ձեզ կարող են տալ օրինակ քպական չծառայած պատգամավորների եւ նրանց չծառայած երեխաների ցանկը։ Գուցե Իհարկե քննողը ես չեմ, ես քննող մարմին չեմ։ Ես կարող եմ ընդհանրապես քաղաքական հետևություններ անել, բայց միևնույն ժամանակ ես վստահեցնում եմ, խոստանում եմ, որ ձեր տրամադրած ցանկը անպայման կտրամադրեմ իրավապահ մարմիններին, որպեսզի դրա համար անցկացվի համապատասխան հետաքննություն։ Ես երբ խոսում եմ, որ այս հարցում ես չափազանց անկեղծ եմ, ես անկեղծ եմ ու նույն անկեղծությունը ակնկալում եմ ձեզանից, ուզում եմ, որ նույնը անեք ոչ միայն իշխանության ներկայացուցիչների ընդդիմության։ Ես շատ շնորհակալ կլինեմ, եթե այդ հարցում դուք նույնպես անկեղծ ու հետևողական լինեք։ Ինչ վերաբերում է մահերին, իհարկե չեմ կարող ես մահվան հետ հաշտ լինել։ Իհարկե սարսափելի ծանր բանի մասին եք խոսում, վկայակոչելով Ազատի դեպքերը։ Սա ինձ համար անձնական ողբերգություն է։ Եղել է ու շարունակում է լինել, բայց քննող մարմինը ես չեմ։ Մեղավորներ նշանակողը ես չեմ։ Հիմա ընթանում է դատական process։ Դատական process-ը եթե կբացահայտի նոր իրողություն, մենք հաշվի կնստենք այդ նոր իրողության հետ։ Եթե կհաստատի այն նախնական վարկածը, որ եղել է, դրա հետ նույնպես հաշվի կնստենք ու նաև դա դաս կլինի մեզ հետագայում սրանցից այս նման դեպքերից խուսափելու համար։ Բայց քանի որ դուք վկայակոչեցիք մահվան դեպքերը ու 2 տասնյակից ավելի դեպքերը, ես ուզում եմ հանրության համար ավելի պարզ ու հստակ լինի, թե մահվան դեպք ասածը ինչ է նշանակում։ Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, 2025 թվականին ծառայության հետ կապված 6 մահվան դեպք է արձանագրվել, որից մեկը կայծակնահարություն, մեկը հոսանքահարման, 2-ը ինքնասպանության կամ ինքնասպանության հասցման և 2-ը առողջական խնդիրների պատճառով։ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև, ընդ որում այս թվերը բոլորը ժամկետային զինծառայողների մասին չեն, տարիքային տարբեր խմբերի զինծառայողների մասին են, հարգելի գործընկերներ ու հայրենակիցներ։ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մահացել կամ զոհվել է 30 զինծառայող, որից 6-ը արդեն նշեցի ծառայության հետ կապված հանգամանքներում, 24-ը ծառայության հետ չկապված հանգամանքներում, այսինքն ավտովթար, կենցաղային տարբեր պատճառներով, գուցե հիվանդության կամ տանը, բայց ոչ ծառայության հետ կապվածը 6-ն էին։ Մնացածը ծառայությունից դուրս եւ սրանք հիմնականում մտնում են այն ստատիստիկայի մեջ, որը վերաբերում է մեր ողջ հանրությանը։ Եթե դուք հիմա վեր հանեք ամբողջ ստատիստիկան, թե մարդիկ ինչի բերումով են մահանում, դուք կտեսնեք, որ զինված ուժերը դրա մի մասն են կազմում, որովհետեւ մենք հասարակության մաս ենք, դրանից չենք կարող կտրվել։ Եվս այդմ 2024 թվականի համեմատ մահացության թվերը 2025 թվականին պակասել են 40%-ով։ Սա է իրականությունը, եւ ես կարծում եմ սա այնպիսի վիճակագրություն է, որը իհարկե բարդ է ասել գոհացուցիչ, հաշվի առնելով որ դա մահվանն է առնչվում, բայց չեմ կարող նաեւ չգնահատել, որ մենք ունենք էական արդյունքներ եւ էական տեղաշարժ այս առումով։ Եվ ամենակարևորը միջ անձնային հարաբերություններում
Սպանության դեպք, երբ մարդը մարդուն սպանում է, նման դեպք չենք ունեցել։ Սա աննախադեպ է երրորդ հանրապետության պատմության մեջ։ Շնորհակալություն պարոն նախարար, նաև հարգելի գործընկերներ, առաջիկայում դատախազությունը ևս մեղրաբարակի այդ վիճակագրությունը խնդրում եմ նկատի ունենալ, որ մենք արձանագրենք Հայաստանի Հանրապետության մանրամոտ տեղի ունեցած դեպքերի վիճակագրությունը, այլ զորքերի տեղի ունեցածները։ Օրինակ սահմանապահ զորքերը մեր հետ կապ չունեն, հարգելի գործընկերներ։ Այլ մարմնի ենթակայությամբ են, չէ, հիմա կարակ ինչքան մահացած մարդ կա, մեր վրա կարեք, որևէ խնդիր չկա, բայց դա չի էլի իրականությունը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։